Եվ այսպես ուշադրություն քիչ առաջ տարածվեց տեղեկատվություն, որ կասկածելի նշաններ են գտնվել գետում և այժմ ջրասուզակը սուզվում է այն ստուգելու և մեկ տեղում չի եղել, մի քանի տեղ է եղել կասկածելի ինչ-որ նշաններ և ջրասուզակը սուզվել է ջրի տակ, բայց ինչպես տեսնում ենք կրկին արդյունքներ չկան, որևէ իր երեխայի հագուստները երեխան չի գտնվում գետում։ Սա իհարկե շատ ծանր երևույթ է, երբ որ ամբողջ համակարգը, մարզային համակարգը Կոտայքի մարզի, Գեղարքունիքի մարզի, նաև Երևանից ներգրավված են այս գործում, որ ինչ-որ իրենք են կանխատեսել, այն որ երեխան ընկել է գետը, չի ապացուցվում, չի բացահայտվում, նշաններ չկան և նաև իհարկե երեխային գողանալու վերաբերյալ չկան տեղեկատվություններ, բացի էքստրասենսների անհիմն հայտարարություններից, որը որևէ տեղ չի տանում, ասում է գետից 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում երեխան և ես զգում եմ նրա սիրտը, մյուսը ասում էր գողացել են գնչուները, այն մյուսը ասում էր երեխային հանում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, մեկը կար արդեն ասում էր երեխան հասել է Լոս Անջելես, երեխային կարողացան շուտ Միացյալ Նահանգների վիզա ապահովել և տանել Լոս Անջելես, այսինքն սենց հիվանդագին բաներով հանրությունը զբաղված է, փրկարար ծառայությունը գնում է, գետը ամեն օր ստուգվում է և որևէ արդյունք չկա, ինչը որ ուղղակի այս աշխատանքային ծավալի մեջ, որ այսքան մարդ է ներգրավված և գետը իհարկե շատ աղտոտված է, գետը շատ որևէ տեղ կա խորն է և այդ խանգարում է և բնականաբար գետի հոսքը բավականին վարար է, խանգարող հանգամանքների մասին որ խոսենք դրանք շատ են, բայց ինչքան խանգարող հանգամանքներ կան, այնքան էլ կրկնակի ուժ կա գետը ստուգելու, լիարժեք ստուգելու համար։ Այս աստիճանի այս ծավալի աշխատանքներ են տարվում ու երեխան չի գտնվել գետում, սա չենք կարող մենք հավատալ, որ դեռևս արդյունք չկա։ Վաղը կլինի 2 շաբաթ, որ կորել է երեխա գետում, ինչպես իրանք են ասում, որ գետում է կորել, լավ, եթե գետում է կորել 2 շաբաթը բավարար ժամանակ չէ երեխային գտնել գետից, կամ եթե երեխային չեք գտնում, ինչ-որ մի բան գտեք, կոշիկ գտեք գետից, իհարկե դրանք այդքան էլ հեշտ չի, բայց այս աստիճանի, այս քանակությամբ մարդիկ, որ հավաքվել են, փնտրում են եւ այլն, հնարավորությունը ավելի մեծացնում է, շանսերը շատացնում է, բայց չի ստացվում եւ չգիտենք ինչի չի ստացվում, որն է իրականությունը, որտեղ է գտնվում երեխան, արդյոք նա ընկել է գետը թե ոչ մեկ չգիտի սրա մասին։ Մենք ամեն օր ավելի ենք հավաստիանում, որ երեխային գետից դուրս չեն բերելու, ամեն օր որ նայում ես սկսվել է փրկարարա որոնողական աշխատանքներ գետում, հասկանում ես, որ մինչև օրվա վերջ կրկին դու չես իմանալու, որ երեխային գտան գետից։ Եվ իրականում մենք շատ կուզենք, որ երեխան գետում չլինի, երեխային գտնեն, բայց ողջ լինի երեխան, ինչպես ասում են, մեկը տարած լինի, պահած լինի, սա 99%-ով հավանական չի այս պայմանությամբ, բայց այն 1%-ով որևէ վստահություն, որևէ հավատք կարելի է ուղղել այս ուղղությամբ, նաև այս ամեն ինչի մասն է խոսում, որ 2 շաբաթ երեխան չի գտնվել գետում, իսկ փրկարար ծառայությունը ասում է մենք պետք է որոնենք, մինչև որ գտնենք։ Սա նաև փրկարար ծառայության հեղինակության հարցն է, ամեն մի րոպեն, որ անցնում է եւ երեխան չի գտնվում, մենք գիտենք, որ իրանք վատ են զգում իրենց, որովհետեւ զարմանալի է աշխատանքային ծավալը, մարդկանց ներգրավվածությունը այս գործում եւ արդյունքները իրար հետ չեն համընկնում։ Եվ այսպես ուշադրություն, ինչպես կարելի է իմանալ որտեղ է երեխան, որ ուղղությամբ գնաց եւ որտեղ է հիմա նա գտնվում։ Այսօր ամբողջ աշխարհը օգտվում է արբանյակային ինֆորմացիայից, այսինքն արբանյակները վերևից նկարահանում են եւ դա փոխանցում են մարդկությանը եւ մարդկությունը արդեն համապատասխան ձևով դա օգտագործում է իր սեփական շահերի համար,
Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի սեփական արբանյակը, բայց չգիտենք դա նկարահանման արբանյակ է, թե ինչ արբանյակ է եւ ինչպես է այն աշխատում, բայց մենք ունենք գործընկեր պետություններ, այսպես ասած, թե Ռուսաստանը, թե Ֆրանսիան, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կարող են փոխանցել արբանյակային տվյալներ։ Շատ-շատերը, նույնիսկ այդ երկրներից, Ամերիկային կամ Ռուսաստանին կամ Ֆրանսիային, որ դիմենք, ասենք, գիտեք ինչ կա, միացեն շատ կարևոր դեպք է, որ պետք է բացահայտվի, ամբողջ հանրությունը ներգրավված է, անհանգիստ է, երեխա է կորել եւ այլն, իրենք կասեն, որ արբանյակները կարող են օգտագործվել բացառիկ դեպքերում եւ դժվար թե այդ դեպքը իրանք ընդունեն որպես բացառիկ, բայց մեզ համար բնականաբար բոլորի սիրտը ցավում է եւ միակ, այսպես ասած, լուծումը մենք իհարկե չգիտենք դա ինչքանով է հնարավոր թե հնարավոր չէ, բայց մենք գիտենք տեղեկատվություններ, որ օրինակ արբանյակային ինֆորմացիան ամբողջությամբ Ամերիկան տրամադրում է Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան հասկանա, թե ռուսական տանկերը, ռուսական զրահատեխնիկաները որտեղ են գտնվում, ոնց են շարժվում եւ այլն։ Եվ վստահաբար այդ արբանյակները նկարահանումներ իրականացնում են ամբողջ երկիր մոլորակի տարածքով եւ շատ հեշտ է գտնել, թե ինչպես է երեխան կորել։ Քանի որ մենք չունենք արբանյակներ, չունենք նման հաստատություններ, մենք շատ հեռու ենք դրանից, դրա համար մենք չգիտենք դա հնարավոր է թե հնարավոր չի, բայց մենք գիտենք, որ ուրիշ պետություններում դա միանշանակ հնարավոր է։ Այս հարցում մեզ կարող է աջակցություն ցուցաբերել օրինակ Ռուսաստանը կամ Ամերիկան, բայց ելի եմ ասում, մեկ երեխայի համար դժվար թե իրանք գնան նման քայլի կամ դժվար թե Հայաստանի Հանրապետությունը դիմի Ամերիկային կամ Ռուսաստանին, բայց որ վերևից ամեն ինչ երևում է, ամբողջ տեսագրությունները իրանց ձեռքում են, դա միանշանակ է, ցանկացած վայր, ցանկացած մարդու կարողանում են հետևել վերևից եւ այդ հնարավորությունները այսօրվա դարը տալիս է մարդկությանը եւ եթե կա այդ հնարավորություն, ապա ինչու չօգտվել այդ հնարավորությունից։ Ճիշտ է, վերևից նկարանումներ այսօր անում են, բայց դրա մասին չի խոսքը նրա մասն է, որ ժամանակը հետ տան, տեսագրությունները հետ տան եւ այն օրը այն ժամին, որ երեխան կորել է, դիտեն այդ օրվա արբանյակների կողմից ձայնագրությունները եւ միանգամից կերևա թե երեխան որտեղ էր, ով ինչ էր անում եւ երեխան վերջը ուր անհետացավ եւ բնականաբար դրանից հետո երեխային գտնելը կլինի ավելի հեշտ եւ հնարավոր եւ այն լրագրողները, որոնք կարողանում են